Սա եւս մի քիչ բախուճ է, բայց փորձեմ բացատրել այս հարցը, հա։ Վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին։ Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև նոյեմբերի 22-ին, 2 օր հետո, Մարզամերիկային համալիրում կայացած համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից որի հետ եք համաձայն, 3 դատողություն եք առաջադրել, հա, եւ հասկանանք։ 7.3%-ը նշում է, որ Հայաստանի Հանրապետությանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, այսինքն համաձայնվում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս նախաձեռնության հետ։ 20.7%-ը նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ եւ 57.1%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Մենք այստեղ բերել ենք նաև նախորդ փուլերի տվյալները, երբ որ մենք անդրադարձել ենք այս խնդրին, փետրվար 25, հուլիս 2024 եւ հունվար 2024, եւ տեսնենք ամենանվար ցուցանիշը երբ է եղել է հուլիս 2024 թվականին եւ բերել ենք նաև այն ժամանակվա հարցի ձևակերպումը, թե ինչ իրադարձություններից հետո ենք մենք դա հարցրել։ Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այդ պարագայում, երբ որ մենք հարցրել ենք այդ հայտարարությունից հետո, միայն 3.3%-ն ասել, որ պետք է դա համաձայնվել, այսինքն այդ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող մեսիջները հստակ վերում են նրան, որ մեր հասարակության մեջ այդ հակազդեցությունը մեծանում է։ Հիմա նույն այս հայտարարությունները եւ այս վերջի 2-3 ամսվա ընթացքում գնալով հաճախակի այդ հարցի բացատրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերել են եւս ցուցանիշի նվազբաներ, տեսնենք հունվարի 24-ին, երբ որ միայն Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ պետք է փոփոխություն լինի, հունվարի 24-ին 13.4%-ը ասել են, որ միգուցե պետք է փոփոխվի սահմանադրությունը։ Բայց երբ որ կան այդ հայտարարությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մենք ունենում ենք նվազագույն ցուցանիշներ եւ նվազագույն համաձայնություն մեր հասարակությունը, որ պետք է փոփոխվի։ Այսինքն ես կարծում եմ, այստեղ նայեք հուլիսի 80.3%-ը նշել է, որ պետք է մնա անփոփոխ, հա, որ մեր հասարակությունը մերժում է այդ արտաքին թելադրումները եւ սա պետք է հաշվի առնվի հետագա եւ իշխանության կողմից եւ նաեւ Ադրբեջանի կողմից, եթե իրենք ցանկություն ունեն իրականում խաղաղություն հաստատել, ապա իրենց կողմից են տոպելարում այդ նախաձեռնությունը։